գրասենյակում փետրվարի 1-ից սկսվել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի միջոցառումները այսօր տեղի ունենում ընտրական ցուցակի ձևավորման փակ գաղտնի վարկանիշային քվեարկության առաջին փուլը, որում քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները, նրանց թիվը 1057 է, առաջադրված է 274 տեխնացու, ձևավորված է ընտրական հաշվիչ հանձնաժողով, համաձայն կուսակցության կանոնադրության, հաշվիչ հանձնաժողովի նախագահն է Հակոբ Արշակյանը, առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որի մասնակցելու հնարավորություն կունենան առաջի փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած տեխնացուները, որոնք նաև քարոզարշավի արդյունքում արդեն համաժողովի սահմանած կարգով եւ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտաներով նկատի ունեմ նաև քվեարկության արդյունքներով հաշվի կառնվի նվազ ընդգրկված սեռի ներկայացուցիչների ընտրական օրենսգրքով սահմանված համամասնության պահպանումը եւ երկրորդ փուլի արդյունքներով տեղի կունենա նաեւ քվեարկության արդյունքներով վարչապետի տեխնացուի ընտրություն։ Ոնց որ թե այսքանը որպես եւ ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակը եւ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիրը 2026 թվականի հերթական ընտրությունների։ Խնդրեմ հարցեր, խնդրում եմ մի հարց եւ առավելագույնը կես ժամում տեղավորենք, որ ձեզ էլ հետաքրքիր լինի լսարանին։ Մերի Խաչիկյան Արայեն Հարցակյան վարչապետ ինչպես նշեցիք, այսօր առաջին անգամ քվեարկության արդյունքում ձևավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցուցակը։ Ընդդիմադիրները հիմնական հայտարարություններով ասում են, որ այս քայլով մոլորեցում եք, ապահովում եք մարդկանց, նաև ժողովրդավարության ձևական իմիտացիա եք ստեղծում։ Ինչպես արձագանք եք այդ հայտարարություններին, եւ ես պետք է խնդրեմ ամեն մի փոքր բարձրաբանում համանուն փոխնախագահի այցի ժամանակ, երբ որ հայտարարվեց քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, նշվեց մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանման մասին, գումարած $4 միլիարդ լրացուցիչ այդ աջակցությունը վարելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Չնայած նախագահը բարձրաբանում այս մասով տվեց, սակայն ընդդիմադիրները շարունակում են քննադատությունները, հայտարարում են, որ սա $9 միլիարդ պարտք է Հայաստանի համար, $12,000 պարտք ամեն ընտանիքի վասով։ Խնդրում եմ այս հարցի շուրջ ձեր բարձրաբանումը։ Քվեարկության արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվում է համաժողովի կողմից։ Եվ մենք նման քվեարկություն, մենք առաջին անգամ որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին։ Եվ 2017 թվականին հերթական ընտրություն է եղել եւ մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ փակ գաղտնի վարկանիշային քվեարկությամբ։ Քվեարկությունը եղել է Սայաթ Նովա 6 հասցեում գտնվող մեր գրասենյակում, այն ժամանակ իհարկե լրատվամիջոցների առանձնապես մեծ ուշադրությունը դա բնականաբար չի գրավել։ Դրանից հետո տեղի ունեցել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը եղել է արտահերթ։ Մեր կանոնադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակը ձևավորում է վարչությունը։ Ինչու՞։ Որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսները ավելի արագ են տեղի ունենում եւ ժամանակի խնդիր կա։
Հաջորդ ընտրությունը եղել է 2021 թվականին, որը եղել է արտահերթ։ Եվ ելի համասնական ցուցակը ձևավորել է կանոնադրության համաձայն վարչությունը 2026 թվականին տեղի ունենալու հերթական ընտրություններ, եւ ինչպես 2017 թվականին այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին եւ նրա արած հայտարարություններին, տեսեք խոսքը նախ Firebird ծրագրի շրջանակներում, միայն այդ մի ծրագրի շրջանակներում, եկեք պատկերացնենք, ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ ծրագրի շրջանակներում հենց իրենք ներդրողները իրենց ներկայացման ժամանակ ասել են, որ ներդրումների ծավալ լինելու է 4 միլիարդ, մինչև 4 միլիարդ դոլար։ Այսինքն խոսքը արհեստական բանականության կենտրոնի մասին է, որը շատ մեծ ծավալ ունի եւ շատ հեռանկարային ներդրում է։ Դրանից դուրս մենք ունենք համատեղ ներդրումներ Միացյալ Նահանգների հետ TRIP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է, սահմանային կառավարման հարցերում եւ իհարկե նաեւ միջուկային էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության եւ բնականաբար բոլոր այդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է, թե այդ ներդրումներից որը կլինի մասնավոր, որը կլինի պետական, դա արդեն հետագա քննարկումների հարց է, կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է Հայաստանի Հանրապետությունը, որը մասնակցություն չի ունենալու, TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։